Բարի լույս իմ շատ սիրելի հետևորդներ, ալիքիս հյուրեր, աշխարհով մեկ սփռված հայեր ջան, թող բոլորիս օրը բարի բացվի, Աստծո խաղաղությունը լինի բոլորիս օջախներում և Աստծո լույսը, սիրելիներս, ես իմ կոֆեն արդեն դրեցի, դուք էլ ձերը դրեք, եկեք միասին կոֆեն խմենք առավոտվա, ամեն օր, չէ որ միասին ենք խմում, մի քիչ զրույց ենք անում գալաջի, նոր անցնում ենք մեր ամենօրվա գործերին։ Մեր ծաղիկները ասեցի չէ, որ ցույց կտամ, այո ցույց կտամ, ծուլպաները թե ոնց են ծլել սիրելիներս, անպայման ցույց կտամ, մինչև խոհանոց գնալը, թե ինչ պետք է պատրաստեմ, ցույց կտամ նոր կանցնեմ խոհանոց։ Դեռ պետք է այս ծաղկանոցը լավ մաքրվի, շատ թաց է, շատ խոնավ է, թող լավ չորանա, որ արդեն հեշտ լինի աշխատելը, դեռ մեր խաղողի վազերը չենք հանել, որտև ասել են ապրիլի մեջ ձյուն է գալու, կարող է ցուրտը տանի, ափսոս է, մի քանի օր էլ համբերենք կհանենք, տեսնենք եղանակը ոնց կլինի, կամաց կանենք բոլոր գործերն էլ, երեխաները դպրոց են, ամեն մարդ իրեն գործին, ուզում է արև դուրս գալ, բոլորիդ շատ սիրում եմ, բոլորիցդ շատ շնորհակալ եմ, անչափ, անսահման, ձեր բարության, ձեր բարի ջերմ խոսքերի համար, քենաները գնում գալիս են, այսօր սիրելիներս որոշել եմ պատրաստել աղցան, պատրաստում եմ ալիվիե, Մարինկաս և տղա թոռս Գարուշս շատ սիրում են, քանի օր է ասում են տատի պատրաստի, այսօր որոշել եմ պատրաստեմ սիրելիներս, ձեզ հետ միասին, ձեր կոֆեները խմեք վերջացրեք, ես էլ իմը խմեմ, գնանք տիկին Մարինեի խոհանոց և սկսենք պատրաստել, մինչ խոհանոց գնալը սիրելիներս ցույց եմ տալիս ծուլպանները, լավ ծլել են, շատ խոնավ է, այս խոտերը լրիվ պետք է մաքրենք, մի քիչ չորանա, դեռ էլ ձյուն կա, թոռս այդքան էլ մաքրեց, հանել է դուրս, բայց դեռ կա ձյունը, այստեղ էլ տեսնում եք, լավ երևում եք, չորանա, սկսենք մաքրել, տեղավորել, դասավորել, այստեղ էլ տուաներն էր, որ այնքան ձյուն էր եկել, ցույց եմ տվել ձեզ, ծածկվել ձյան մեջ, իսկ հիմա արդեն շնչում են խեղճերը, և մեր լավանդաներն են, պետք է լավանդաներն էլ սիրելիներս, մաքրվի, կտրվի, մի քիչ առավոտի չորանա, արդեն սկսենք այդ գործողությունները մաքրության կատարենք, մաքրենք, դասավորենք, տեսնում եք ինչքան մեծացել են, երկարել են, ափսոս մի քանի հատ ճյուղերը կոտրվել է, իսկ հիմա գնանք խոհանոց, այս էլ մեր խաղողի վազերն են, սիրելի հետևորդներ ջան և իմ ալիքի հյուրեր ջան, այսօր որոշել եմ պատրաստել համեղ աղցան, տոնական սեղանների աղցան և բոլորս էլ սիրում ենք այս աղցանը, որը կոչվում է ալիվիե, մայրաքաղաքային աղցան, բոլոր բաղադրիչները նախօրոք լվացել եմ, եփել եմ, մնում է որ մանրացնեմ և միասին պատրաստենք աղցանը, հիմա տեսեք, ես այս անգամ կարտոֆիլը, գազարը, ինչպես միշտ պատրաստել եմ երկար տարիներ, այդպես էլ
խաշել եմ կեղևով, հետո սառել է կեղևը մաքրել եմ, միսը տավարի խաշած է, աղ եմ գցել ջրի մեջ, քափը հավաքել, այստեղ կանաչ ոլոր եմ բացել, մեր հողամասի թթու վարունգը, սիրելիներս դեռ ունենք, պատկերացնում եք, շատ ենք անում, որ մինչև մայիս ամիս կարելի ասել վարունգները արդեն ծաղկում են, մենք մարինատ ունենք և թարմը սամիտ և մաղադանոս, հիմա սկսենք արդեն կտրատել, սկսում եմ կտրատել գյազարից և կարտոֆիլից, կարտոֆիլն եմ կտրատում հիմա, շերտատում եմ այսպես և քառակուսիների եմ բաժանում, ոչ շատ այնքան մանր եմ անում, որ տրորված լինի, ոչ էլ շատ խոշոր, սովորական, ոչ տոնական սեղան ունենք դնելու, որ դնեմ, սիրուն գեղեցիկ երևա, բայց կաշխատեմ, որ գեղեցիկ կտրեմ, մեզ համար էլ է հաճելի, որ գեղեցիկ լինի, այսօր կատարում եմ մարինեիս և գարուշիկիս, թոռներիս խնդրանքով, չեմ ասում պատվերով, խնդրանքով, արդեն մի շաբաթ կլինի ամեն օր, սիրելի հետևորդներ ջան, ասում են տատի պատրաստի, որոշեցի այսօր պատրաստեմ, դպրոցից կգան և ուտեն, կարտոֆիլը շատ չեմ եփել, լավ էլ կտրտվում է, հավասարաչափ, սիրելի հետևորդներ ջան, բանջարի հոլովակը տեղադրելուց, կարծեմ Ժենյան էր գրել, որ որտեղից եք գնել, ես ասում եմ հոլովակի մեջ, սիրելիներս, որ որդիս գնել է, մեզ մոտ Մոսկվայում կա, հայկական շուկա, որ միայն հայկական ապրանքներ են վաճառվում, ինչ ուզես, այն որ մեր մեծերն ասում են ծտիկ կաթել կարող ես ճարել, այդ շուկայից էր գնել, շատ ընտիր բանջար էր, մաքուր և նույն տեղում էր թխում են տաք, թոնրա լավաշ, այդ լավաշն էլ էր այնտեղից առել սիրելիներս, որդիս, լավաշով շատ համեղ փաթաթում ես և ուտում ես սիրելիներս, շատ համեղ է, մի պահ հիշեցի այդ ժամանակ կիսուրիս, որ գնում բերում էր, պատրաստում էր, յուղն էլ այնքան շատ էր անում, այնքան շատ սիրելիներս, այս այն յուղի մեջ ճպճպում էր մանավանդ, Զատիկի օրերին, որ բերում էր, մեր գյուղում մեծ եկեղեցի կա, Սուրբ Հակոբ եկեղեցին է, մեր բարեկամները կիսուրիս կողմից, կեսրարիս կողմից գալիս էին, գնում էին եկեղեցի և մեզ էին հյուրն ընկալում, փլավ էր եփում լավ, այն ժամանակ տարածված չէր այդ չիրերը, միայն չամիչով, յուղոտ, միշտ հիշում եմ, մեր հորքուրն ասում էր, ամուսնուս հորաքույրն ասում էր, վայ Արշալույս էր կիսուրիս անունը, հոգին Աստված լույսերի մեջ պահի, ինչ ես այդքան յուղ լցնում, շատ էր սիրում յուղով, այն ժամանակ դե հիշում եք 20 կիլանոց ящикներով վաճառում էին, գնում ենք և հալում դարձնում էինք յուղ, սրսուռ, մեծ յուղեր հալում, որ հիշում ենք միշտ էլ հիշում ենք, սիրելիներս, ոչ չհիշենք, մեր հիշողություններից մեր հուշերը չենք կարա, բայց հուշերը թողում ենք անցյալում, ապրում ենք ներկայով, հիմա կարտոֆիլը մանրացնեմ, վերջացնեմ, նոր սիրելիներս, արդեն կհանդիպենք, կադրից դուրս կտրտեմ, կհանդիպենք գյազարը կտրտորեն, մի քանի օրից արդեն կսկսենք ծաղիկները մաքրել, հələ դեռ շուտ է, վարդերը կտրտել,
Մի 3 օրից վարդերը արդեն կսկսեն բողբոջել, լավ չի լինի, պետք է չորերը կտրենք, հանենք։ Բա որ ծառերը ծաղկեն, ինչքան գեղեցիկ կլինի։ Այսօր Հայաստան եմ խոսում, տեքորս կինն ասում է ծառերը ծաղկել են, բայց անձրևներ է գալիս, փչացնի ծաղկած ծառերի բերքը, այդ լավ չի, որ կամ պետք է ամեն տարի ցուրտ լինի, կամ էլ անձրևներն են փչացնում բերքու բարիքը, եղանակը չի թողնում, տարին ոնց որ ասում են հետ է Հայաստանում, որովհետև հիմա պետք է արդեն չորկապը սկսվի, անձրևների պատճառով ոչ ոք չորկապ դեռ չի արել, կամանց գոնե որ անձրև չգա, ժողովուրդը հասցնեն իրենց գյուղատնտեսական աշխատանքները կատարեն, վերջացնեն ժամանակին, չուշանա։ Կտրատեցի, վերջացրեցի նաև գյազարը, սիրելիներս, ինձ մոտ 3 հատ միջին չափսի գյազար էր, հիմա ցույց եմ տալիս, թե ոնց եմ կտրտել, նայեք, շատ խոշոր չեմ կտրտել, որն ուզում եք ցույց տամ։ Ճիշտն ասած, որոշել էի հավի մսով պատրաստեին, որ տավարի միս ունեինք, ասեցի լավ, սպասեք, տավարի մսով կանեմ։ Հիմա միսն եմ ուզում կտրատեմ նոր վարունգը, որովհետև վարունգից ջուր է դուրս տալիս։ Այս դանակները 2 օր առաջ է սրել, նորից նույն վիճակն է, սա այս մատերիալից է սուր չի պահում։ Լավ չի պահում սուրը։ Միսն էլ նույնը նման, աշխատում եմ կտրտել նույն նման։ Ինչպես եք թանկագիններս, ձեզ մաղթում եմ ամենակարևորը, սիրելիներս, առողջություն, անսահման առողջություն, որ ունենանք ամեն ինչներ կանենք, եթե որ առողջ չլինենք, ինչպես կարող ենք աշխատել, հողամասում, թե տանը պատրաստել, պետք է առողջություն ունենանք, որ պատրաստենք։ Շնորհակալ եմ երեկվա ուղիղ եթերի գրված ձեր գեղեցիկ մեկնաբանությունների համար։ Շողիկ քույրիկս բավականին ժամանակ չէր հետևում էջիս, երեք ուղիղ եթերի ժամանակ, ասում է, ինքը եղել է մեր Բրոնիցի քաղաքում, ապրել է 7 տարի կարծեմ, եթե հիշում եմ, դա շատ շուտ էր, աշնան կողմն էր, որ մի օր ինձ խնդրեց Բրոնիցի քաղաքը նկարեմ, նկարեցի, դուք էլ եք տեսել, և երեք հիշեցրեց, ասում է, մի հատ էլ կարող ես Մարինե ջան նկարես, ես էլ հիշեցի, ասեցի, այո, գիտեմ, դուք այստեղ ապրել եք Բրոնիցի քաղաքում, Մարոսկայում, ասում է, ինչ էլ հիշեցիր, ասեցի, այո, հիշում եմ, խոստացել եմ, որ գնամ Բրոնիցի քաղաք, փոքր քաղաք է, բայց շատ գեղեցիկ է, նկարեմ, համ ձեզ ցույց տամ, համ էլ տիկին Շողիկին եկեք մաղթենք առողջություն, գրեց, որ վատ առողջ է, բուժվում է, ես էլ իրեն գրեցի, որ չընկճվեց, տիկին Շողիկ ջան, ամեն ինչ Աստծով
հաղթահարելի է ձեզ անսահման առողջություն։ Հիմա էլ եմ ասում, անսահման առողջություն եմ ցանկանում տիկին Շողիկ ջան, քեզ եւ բոլորին։ Առողջ եղեք։ Այս ճիլերը չեմ սիրում, որ մնա։ Ատամի տակ ընկնելուց հեչ հաճելի չէ։ Այսպես։ Հիմա միսն էլ սիրելի հետևորդներ ջան, լրիվ կտրտեմ, կհանդիպենք։ Միսն էլ կտրատեցի, վերջացրեցի։ Ավելացնեմ կարտոֆիլին և գազարին։ Ձուն էլ կտրատեմ, նոր կանցնեմ վարունգին։ Տավարի մսով թել-թել արած աղցանն էլ է շատ համով, տավարի միս, սխտոր և կամ թթվասեր կամ մայոնեզ։ Շատ համով աղցան է ստացվում։ Որ Հայաստան էինք ապրում, սիրելի հետևորդներ ջան, այդ ժամանակ շատ ենք պատրաստում այս աղցանը, թել-թել արած տավարի մսով, սխտորով աղցանը։ Այստեղ էլ եմ պատրաստում, բայց շատ ուշ չեմ կարող ասել, որ շուշուտ եմ պատրաստում, ոչ, շատ ուշ, մյուս անգամ միս գնելուց, փափուկ մսից անպայման կպատրաստեմ, անպայման։ Հիմա անցամ վարունգին։ Տեսեք, ինչ լավ վարունգ է, մեր հողամասի վարունգը։ Մի բան ասեմ, սիրելիներս, ուրեմն մարինկաս, եթե մի թեթև, տեսեք, սա մի թեթև թեքություն ունի, չէ՞։ Թթու վարունգը չուտի։ Պետք է այսենց ուղիղ, հավասար վարունգ լինի, որ ուտի։ Այսպիսի աղջիկ է իմ գեղեցկուհի չքնաղ համով մարինկաս։ Շատ լավ ճաշակ ունի, ասեմ, փոքրուց ճաշակ ունի շատ լավ, թե հագուստի մեջ, թե համի մեջ ուտելիքի շատ համեղ բաներ սիրում է, շատ յուրահատուկ, որ ասեմ պամիդորը ոնց է ուտում, կզարմանաք։ Պամիդոր որ ուտում է, սիրելիներս, տես չի կտրում, որ արագ կտրեմ, բոլոր դանակներն էլ այսպես են։ Պամիդորի այս միջի փափուկ մասը հանում է, կեղևն է ուտում, պատկերացնում եք։ Իսկ այդ կոճի փափուկ մասը չի սիրում։ Բա ոնց է պարում իմ աղջիկը, ոնց է, որ ասում են հեզիկ, նեզիկ, հայկական պար է պարում, հայկական, շատ ընդունակ է և ճկուն է, ամենակարևորը, սիրելիներս, որ երեխաները ճկուն են լինում այդ պարի մեջ, շատ նշանակություն ունի և ընդունակ է, շուտ ըմբռնող է, եթե մի բան ցույց ես տալիս, շուտ ըմբռնում է։ Դա էլ է լավ, դպրոցում լավ է սովորում, մեզ շատ է օգնում, չեմ գովաբանում, սիրելիներս, գովք չի սավ, ինչ որ կա, իսկությունը ասում եմ։ Աշխատանքների ժամանակ մեր հողամասում կտեսնեք, թե ինչպես է օգնում մեզ, ամեն ինչում օգնող է։ Խրխրթան վարունգ է։ Եվ շատ համեղ, սիրելիներս, ես շատ թթու չեմ անում, որ ապրում էինք Հայաստանում, այդ ժամանակ, որքան հիշում եմ, շաքար չենք ավելացնում մարինատի մեջ, իմ հիշողության մեջ այդպես է տպավորվել։ Ես այստեղ ռուսներից եմ սովորել, որ մի փոքր քաղցրահամ, պետական թթուների համը, այդ ձևի համեղություն է ստացվում, մեր պատրաստած չափաբաժնով աղը և շաքարավազը, որ լցնում ենք, շատ համեղ է։
չեմ ասում շատ քաղցր է, քաղցրությունը բալանսի մեջ է, շատ համեղ է, իսկ պամիդորի մարինատին վարունգի մարինատից մի գթալ ավել ենք լցնում, մի հատ էլ երևի կտրեմ, հետո կփորձենք, համը նոր կավելացնեմ, ինձ թվում է սա էլ կտրեմ բավական կլինի, կտրեմ վերջացնեմ, կադրից դուրս կհանդիպենք, թթու վարունգն էլ կտրտեցի, վերջացրեցի, իսկ հիմա լցնում եմ կանաչ գարոխը և կմանրացնեմ, սիրելի հետևորդներ ջան, մաղադանոսը և թարմը սամիթը, մաղադանոսն էլ է թարմը, սամիթն էլ, հիմա կաշխատեմ, որ մանր կտրատեմ, այս նուրբ կոթերը, սրանք մի քիչ կոշտ են հանեն, իսկ նուրբերը թողնեմ, հիշում եք բավականին ժամանակ է, որ որդիս գնել էր, երևի մի 3 շաբաթ կլինի, տեսեք ոնց է պահպանվել կանանչին, թարմը մնացել է և չի դեղնել, դրանից է, որ բերում ենք տուն, ոչ էլ մաքրում եմ, ինչքան հարկավոր է սիրելիներս, մաքրում եմ, իսկ մնացածը լավ հերմետիկ տոպրակի մեջ եմ դնում, հերմետիկ բերանը կապում եմ, էլ ինչքան ուզում ես թող մնա սառնարանի դարակում, միայն ներքևում պետք է պահենք, ինչքան հարկավոր է քիչ-քիչ լվանում եմ, թե ուտելու, թե օգտագործելու համար, սա արդեն վերջինն էր, վերջացավ, շուտով հեսա որ ցանենք, մեր հողամասինը կունենանք, շուտով ասելով դեռ հլը բավականին ժամանակ կա, բայց ոչինչ, դժվար ձմռան երկարուձիգ օրերը անցկացրեցինք, գլորեցինք արդեն, ձմեռն էլ իր գեղեցկությունն ունի, ամեն եղանակ իր գեղեցկություն ունի, ամառն իրենը, գարունը, աշունը, ձմեռն էլ իր գեղեցիկ ձյունով է մեզ ուրախացնում, ծառերին գեղեցիկ, տեսարաններ են լինում, այդ ձյամփաթիլից, ամեն եղանակ էլ սիրում եմ, բայց ամենաշատը իհարկե ամռան և աշնան եղանակը, վերջ կանանչին էլ լցրեցի, հիմա բերենք աղը և սև պղպեղը համեմեմ, հիմա մի լավ խառնեմ, որ խառնվեն բաղադրիչները իրար և համեմեմ սև պղպեղով, ասեմ, որ մեր թթու մարինատ վարունգը մի քիչ կծվություն ունի, դա ավելի համեղ կստացվի աղցանը, հիմա աղն էլ լցնեմ, փորձեմ նոր կավելացնեմ մի քիչ էլ, աղի նկատմամբ շատ զգուշորեն եմ մոտենում, աղի չլինի ալանին, ճար կա, ոնց որ ասած, աղի ինչ կա, հիմա կհամտեսեմ, գնամ գթալ բերեմ, չեմ ավելացնելու սիրելիներս, որ մայոնեզ կամ թթվեսեր լցնենք իսկականն է, հիմա ես մի փոքր ուրիշ ամանի մեջ կլցնեմ, մի փոքր համտեսելու համար, փոքր վերցրել եմ, մայոնեզով սարքեմ, սիրուն,
լրիվ չեմ պատրաստելու։ Երեկոյան ճաշի ժամանակ դպրոցից կգան, ընթրիքի ժամանակ կպատրաստեմ։ Մի փոքր պատրաստեմ, սրա մեջ չկա էլ։ Ես չեմ սիրում շատ մայոնեզով, դրա համար ուղղակի մի քիչ լցրեցի փորձելու համար։ Գնամ պատառաքաղ բերեմ։ Սիրելի հետևորդներ ջան, ձեզ հետ ասել խոսելով պատրաստեցի, վերջացրեցի բոլորիս կողմից սիրված Ալիվիե աղցանը։ Նաև մենք անվանում ենք մայրաքաղաքային։ Այսօր էլ այսքանը, սիրելիներս, պատրաստեցի սիրով, ցույց տվեցի սիրով, ձեզ հետ զրուցեցի սիրով։ Սիրելիներս, ովքեր չեն բաժանորդագրվել, բաժանորդագրվեք, սեղմեք զանգակ կոճակը, դրեք լայք, որպեսզի ալիքը տարածվի, ձեր հարազատները, ընկերները տեսնեն։ Ձեզ համար դժվար չի, եթե նայում եք, որ սեղմեք, բաժանորդագրվեք, բայց ինձ համար շատ հաճելի է, որ ալիքս ավելի տարածվի։ Իսկ հիմա մի փոքր կփորձեմ։ Ուզում եմ քիչ վերցնեմ։ Ստացվեց համեղ աղցան։ Եվ ուզում եմ, սիրելիներս, երեկվա հոլովակը, որ տեղադրել էի կատնահունցը և բուլկիները, ցույց տամ։ Բուլկիները արդեն կերել են, իսկ կատնահունցից մնացել է, հենց այստեղ նայեք։ Ընտիր, սիրելիներս, նայում եք, թել և թարմը։ Իհարկե ծածկել եմ ցելոֆանի պակետով։ Այսօր էլ կփորձեմ ես սուրճը բուլկիով։ Այսքանը, սիրելիներս, մաղթում եմ ձեզ, եղեք առողջ և օրհնված։ Շնորհակալ եմ բոլորիցդ, որ այսքան բարի և ջերմ եք։ Ցտեսություն, սիրելիներս, մինչ նոր տեսահոլովակ։ Ձեր շատ սիրելի տիկին Մարինեն ուրախ է, որ դուք հյուրընկալվում եք տիկին Մարինեի խոհանոցում ամեն օր։ Շնորհակալ եմ բոլորիցդ։ Ցտեսություն ձեզ, Աստծո օրհնությունները անպակաս լինեն ձեր օջախներից։